Ուրեմն նայեք այս դիշովի մանիպուլյացիաներին։ Դենց եմ զզվում սենց դիշովի մանիպուլյացիաներից անելուց գոնե մի քիչ խելքով արեք, էլի։ Տիկին, չլիներ Ռուսաստանը, մեզ էլ են Սիրիայի պես ցեղասպան էին անելու։ Բա։ Ով խոսում է դեմ Ռուսաստանի, նա համաձայն է միանալ Թուրքիային ու փոխել կրոնը, ամոթ է։ То есть ինքը իրանով որոշեց, իրա կարճ խելքով որոշեց, որ ով Ռուսաստանի դեմ է, ուրեմն ինքը ուզում է միանա Թուրքի հետ ու կրոնը փոխի, ու դրա համար ամոթ է։ Այս մարդիկ իրականից հիվանդ են։ Մենք մտածում ենք, որ մեր հետ ապրում են նորմալ մարդիկ, բայց սենց մտածող արարածները ուղղակի դատարկա գլուխ են։ Տիկին, դուք ուղղակի դատարկա գլուխ եք եւ ոչ մի ուրիշ բան։ Որովհետեւ դուք անգամ չգիտեք, որ դուք ապրում եք շուտվանից սպիտակ թուրքի հետ եւ գուցե դուք եք կրոնը փոխել։ Ում են ասում Հայաստանում թուրք եւ սպիտակ թուրք։ Ինչի են ասում։ Ոնց կարող է հայը Ռուսաստանի դեմ չլինի, եթե Ռուսաստանը միակ երկիրն է այս ամբողջ աշխարհում, որը կնքել է թուրքերի հետ եղբայրության պայմանագիր։ Ոնց կարող է նորմալ, ադեկվատ հայը ռուսի դեմ չլինի, եթե Ռուսաստանը միակ երկիրն է այս ամբողջ աշխարհում, որը կնքել է եղբայրության պայմանագիր թուրքերի հետ եւ տվել է իրանց ոչ թե իրա հողերը, այլ մեր հողերը։ Ինչ եք արել դուք դրա դեմ։ Երբ որ Ռուսաստանը Մոսկվայում ապրիլի 24-ին չի թույլ տալիս հայերին գնան Թուրքիայի դեսպանատան մոտ բողոքեն, ինչ եք դուք արել։ Ոնց կարող է ադեկվատ հայը դեմ չլինի այդ հարցում Թուրքիայում։ Ռուսաստանին։ Նույնն է էլի։ Իմ համար ու բոլոր նորմալ հայերի համար Թուրքիան ու Ռուսաստանը լրիվ նույնն է։ Սպիտակ ու սև թուրքը նույնն է։ Ձեր դիշովի մանիպուլյացիաները, ով Ռուսաստանի դեմը, ուրեմն կրոնն է ուզում փոխի, ում եք այդ ձևերով ուզում վախացնեք, հիմա ես պետք է սենց ընկնեի ու ասեք, տենց չի, հա։ Դուք ձեզանով մի դատեք ու այդ դիշովի մանիպուլյացիաներով մի փորձեք շեղեք։